Բողոքի ակցիան իրականացնում մուլտիտաբակ գործարանի աշխատակիցները։ Նրանք պահանջում են բացել գործարանն ու վերականգնել աշխատելու հնարավորությունը։ Աշխատակիցների խոսքով ընտանիքի հոգսերը, վարկերն ու հարկերը կուտակվել են։ Մենք ողորմություն չենք ուզում, մենք պաշտոն չենք ուզում, մեր գործարանը բացվի, մեր այս ամբողջ ժողովուրդը այստեղից սնվում է։ Չի կարելի, ինչա նշանակում քաղաքականություն են վարում, մի ամբողջ գործարաններ փակել են, մարդիկ սովածարավ պատերի տակը, պաշտոն չենք ուզում, հաստիկ չենք ուզում։ Մեր սովորական գործարանը բացվի, մենք աշխատենք։ Մեր գործարանը պլոմբել են, արդեն 9-րդ օրն է, ես 4 տարի է այստեղ աշխատում եմ։ Բացման օրվանից ես իմ գործարանից շատ գոհ եմ։ Ինձ շատ հարմար է, ես իմ ընտանիքին պահում եմ, իմ երեխեքին պահում եմ, ես շատ գոհ եմ իմ գործարանից։ Այսօր ես ինչի պիտի իմ աշխատողների հետ, իմ կոլեկտիվի հետ մենք դրսում մնանք։ Մենք իրանցից ոչ ողորմություն ենք խնդրում, ոչ էլ եկել ենք ստեղ, որ խնդրենք, աղաչենք մեր գործարանը բացեն։ Կա օրինական օրենքով որոշված կարգ ու կանոն։ Ստուգեցին, թող պարտավորված լինեն բացեն, այս ստուգման ընթացքում մենք համ կաշխատենք, համ էլ մնացած մեր գործերը կկարողանանք կազմակերպենք։ Այդ կառավարությունը, որ 15000 ընտանիքի թողել է այսօր առանց գործ, մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն է կատարում, սելֆիներ անում, չի մտածում, որ 15000 աշխատակից մնացել են դրսում։ Մեկ ուրիշ աշխատակից էլ խոսել այն խնդիրների մասին, որոնք կառաջանան, եթե գործարանի աշխատանքը շուտով չվերսկսվի։ Նրա խոսքով պահեստում ունեն մեծ քանակությամբ պահեստավորված պատրաստի արտադրանք՝ նյութ, հումք, մասնավորապես թութուն։ Օրական 2 անգամ ստուգվում է միկրոկլիման, որ այն հարմար լինի թութունի պահման պայմաններին, այնինչ գործարանի կապարակնքումից հետո այդ ամենը չի արվում։ Մուլտիտաբակ գործարանը 130-ից ավելի աշխատակից ունի, որոնք արդեն 9 օր է մնացել են առանց աշխատանքի։ Սարսափելի հերթեր եւ կուտակումներ են եղել Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում։ Սոցցանցերում օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ կանգնած սահմանային անցակետի հերթում։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների տուն էին վերադառնում Հայաստանից օրեր առաջ Քոբուլեթի համերգի մեկնած Պարի խմբերի երեխաներն ու նրանց ծնողները։ Վրացի սահմանապահները քիչ են եղել, ինչի պատճառով սպասարկումը չափազանց դանդաղ է ընթացել։ Շոկի, քաշքշուկի հետևանքով մի քանի երեխաների ինքնազգացողությունը վատացել է, նույնիսկ գրանցվել են ուշաթափության դեպքեր։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն եւ իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հիշատակին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիլողամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին եւ հույս հայտնել, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։ Իրանում գտնվող օբյեկտների վրա երրորդ անընդմեջ գիշերային հարձակումն այս անգամ տևել է շուրջ 5 ժամ։ Երկու պայթյուն է որոտացել Պարսից ծոցում։ Իրանի բանակը հարվածներ է հասցրել տարածաշրջաններում ամերիկյան թիրախներին։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցվել Քուվեյթում ամերիկյան ռազմական կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգին, դիսպեչերական աշտարակին։ Պատասխան հարվածներ է հասցվել նաև Բահրեյնում ամերիկյան ռազմաբազային։ Հարվածի թիրախում եղել են զինապահեստներ, արբանյակային կապի կենտրոն եւ այն շենքը, որտեղ բնակվում էին ամերիկյան զինվորականները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է սպառազինության արտադրության իրանական ներուժի շուրջ 84%-ը։ Ամերիկյան հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր այս գիշեր տեղի ունեցած հզոր 5-ժամյա հարձակման մասին։ Կեսգիշերին մոտ պայթյուններ են գրանցվել Քիշ, Ղեշմ եւ Աբու Մուսա կղզիներում, ինչպես նաեւ Բուշեր եւ Օմիդիե քաղաքներում։ Պենտագոնի տվյալներով բարձր ճշգրտության հրթիռները հաջողությամբ խոցել են Իրանի առափնյա պաշտպանությունը, անօդաչու թռչող սարքերի անգարները եւ ծովային բազաները։ Այժմ մերձավոր արևելյան տարածաշրջանում տեղակայված է ԱՄՆ-ի հսկայական խմբավորում, ավելի քան 50,000 զինվոր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանի դեմ ԱՄՆ հարվածների վերսկսման մասին, գրել է The New York Times-ը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է երեքշաբթի երեկոյան հզոր հարվածներ հասցնել Իրանին։ Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ Միացյալ Նահանգները կարող է վերացնել Իրանի ներկայիս կառավարության ներկայացուցիչներին։ Թրամփը կարծում է, որ Իրանի այդ հուշագիրը փորձություն էր, որը Թեհրանը ձախողել է։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի բոլոր նավահանգիստների եւ ափամերձ տարածքների ամերիկյան ռազմական շրջափակումը կրկին կսկսվի հուլիսի 14-ին ժամը 23-ին։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գիշերը խմբային հարված են հասցրել Կիևի եւ Օդեսայի մարզի ռազմական օբյեկտներին։ Դրանց թվում ներառված են եղել ձեռնարկություններ, որոնք մասնակցել են հրթիռային սպառազինության եւ ԱԹՍ-ների մշակման ու արտադրությանը, ենթակառուցվածքային օբյեկտներ Յուժնի նավահանգստում, որտեղ պահվում էին քսայուղային նյութեր Ուկրաինայի զինված ուժերի համար։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ առավոտվանից Կիևի երկնքում թանձր ծուխ է։ Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Տամաշ Շույոկին պաշտոնանկ անելու օգտին, գրել է BBC-ն։ Վարչապետ Պետեր Մադյարի ղեկավարած Տիսա կուսակցությունն օգտվելով խորհրդարանում ունեցած 2/3 մեծամասնությունից առանց դժվարության ընդունել է սահմանադրության 17-րդ կետի փոփոխությունը, որով դադարեցվել են նախագահ Շույոկի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պոլտի լիազորությունները։ Շույոկն այժմ ունի 5 օր հաստատելու խորհրդարանի ընդունած որոշումը, որը փաստացի նշանակում է իր իսկ քաղաքական կարիերայի ավարտը կամ այն ուղարկելու Սահմանադրական դատարանի քննությանը։ Ավելի վաղ Մադյարը հայտարարել էր, որ եթե Շույոկը դիմի Սահմանադրական դատարան, նրա նկատմամբ կսկսվի իմպիչմենտի գործընթաց։ Շույոկը համարվում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի համախոհը։ Օրբանն իշխանությունից հեռացել է այս տարվա ապրիլին։ Առաջին անգամ պատմության մեջ ուկրաինացի զինծառայողները մասնակցել են Փարիզում Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթի։ 25 ուկրաինացի զինծառայողներ քայլել են կամավորների կոալիցիայի երկրների զինվորների հետ։ Սա Ֆրանսիան ներկայացրել է որպես Ուկրաինային աջակցության խորհրդանշական քայլ։